Ապրիլի 13-ին ժամը 22:20-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի մշակույթի տունը, հայտնում են Հայաստանի պաշտպանության նախարարությունից հավելելով՝ տուժածներ չկան։ Ադրբեջանական կողմին կոչ է արվել հետաքննել Խնածախի մշակույթի տան գնդակոծման փաստը եւ հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ Այս մտահոգությանն արձագանքել է Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։ Մենք բաց ենք եւ լրատվությունը տրամադրվում է հնարավորինս արագ եւ օբյեկտիվ։ Այսինքն երբ որ կա խնդիր, մենք ներկայացնում։ Այս պահին հարաբերականորեն կայուն է իրադրությունը, այդ ձեր վկայակոչած կրակոցները երբեմն որոնք տեղի են ունենում, դրանք ոչ նշանալու կրակոցներ են, անհասցե, սակավաթիվ կարող եմ ասել, եթե անգամ դուք ասում եք կրակոցներ կան։ Մարդիկ խոսում են ամբողջ գիշեր, ժամերով կրակելու մասին։ Եվ ըստ էության դուք ասում եք անհասցե կա։ Մեր լրատվական ծառայության կողմից տրամադրված տեղեկության միջև որևէ հակասություն չկա։ Պաշտպանության փոխնախարարին արձագանքելով ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը մեղմ ասած սուտ է որակել այն պնդումը, թե ադրբեջանական կրակոցները կոնկրետ թիրախավորման նշանակություն չունեն։ Ինձ համար առնվազն զարմանալի արդեն չասեմ, որտեղ այս իշխանությունների օրոք տարբեր նմանատիպ հայտարարություններ լսել ենք, բայց համենայն դեպս նույնիսկ փաստագրված տվյալներ կան, թե ինչպես են կրակոցներն ուղիղ տան տանիքների տան ուղղությամբ լինում, այսինքն ասել, որ հասցեական չեն կրակոցները, մեղմ ասած սուտ է, բայց նա երբ որ պաշտպանության նախարարությունն է նման հայտարարություն տարածում, այդ ուղղակի անընդունելի է, խայտառակություն է, որովհետև ի վերջո սահմանին ապրող մարդիկ ամենօրյա ռեժիմով զգում են ադրբեջանական ագրեսիան, զգում են կրակոցները, իմիջիայլոց կամ թիրախային են կրակում, կամ եթե նույնիսկ օդ են կրակում, իրենք հենց այնպես օդ չեն կրակում, դա եւս տերորի նշանակություն ունի, դա եւս կոնկրետ թիրախավորման նշանակություն, այսինքն վախի մթնոլորտում պահելու մարդկանց վախի մթնոլորտում պահելու նշանակություն ունի։ Սա կարծում եմ որևէ մեկի համար նորություն չի, որովհետև Ադրբեջանի շարունակական այս ագրեսիվ քաղաքականությունը եւ որևէ этаպում կանգ չի առել եւ չնայած այն շարունակական հայտարարությունների այս իշխանությունների կողմից, որ գնում են խաղաղություն հաստատելու ճանապարհով, ակնհայտ է, որ Ադրբեջանը որևէ կերպ տրամադրված չէ խաղաղության գնալու եւ դա վկայում է ինչպես հողի վրա կատարած իր գործողություններով, այսինքն կրակոցներով եւ շարունակական վախի մթնոլորտ ստեղծելով, այնպես էլ նաեւ այնպիսի հայտարարություններով, ինչպիսին օրինակ Բայրամովները արել եւ սահմանադրության փոփոխության մասին եւ մի շարք այլ նախապայմանների մասին, որոնք շարունակաբար խոսում են, բայց այս իշխանություններն ականջները կարծես թե փակում են, չլսելու են տալիս, իրենք իրենց օրակարգով գնալու, որը իսկապես որևէ տեղ չի տանում։ Ադրբեջանի արտգործնախարարի մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն արձագանքել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոյի հայտարարությանը տարածաշրջանում լարվածության վերաբերյալ։ Մինչև այդ Ֆրանսիայի արտգործնախարարը իր մտահոգությունն էր հայտնել հայ-ադրբեջանական սահմանին աճող լարվածության առնչությամբ։ Հաջիզադեն X-ի իր էջում նշել է, թե իբր Ֆրանսիայի կողմից Հայաստանին մահաբեր զենք մատակարարումը եւ նրա հակաադրբեջանական դիրքորոշումը, որը չի ծառայում խաղաղությանը, չեն համընկնում արտգործնախարարի տարածաշրջանում լարվածության առաջացման վերաբերյալ արտահայտած մտահոգությունների։ Այս երկակի մոտեցումը ցույց է տալիս Ֆրանսիայի կեղծավորությունը, ընդգծել է Հաջիզադեն։ Հանգստյան օրերին Անտալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում տեղի ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Կողմերը քննարկել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի վերջնականացումից հետո կարգավորման գործընթացում ներկա իրավիճակը, վերահաստատել են երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը։ Թուրքիայում անցկացված դիվանագիտական ֆորումին Հայաստանի արտգործնախարարը մասնակցել է նաև պանելային քննարկման ադրբեջանցի եւ վրացի պաշտոնակիցների հետ միասին։ Պատասխանելով հայ-ադրբեջանական խաղաղության բանակցությունների ավարտի եւ դրա ստորագրման շուրջ ծավալվող ադրբեջանական կողմից այսպես ասած մտահոգություններին, Արարատ Միրզոյանը վստահեցրել է, որ դժվար թե անցյալի մեջ խորանալն այս պահին կառուցողական կլինի եւ կօգնի կողմերին հասնել կառուցողական եւ բոլորի համար օգտակար լուծումների։ Ես կնախընտրեի կենտրոնանալ ներկայի եւ ապագայի վրա, քանի որ եթե մենք կենտրոնանանք խոչընդոտների վրա, պատմության հարցերի վրա, սկսենք քննարկել, որ տարածքը 100 տարի առաջ ում էր պատկանում կամ ով է մյուս ազգից ավելի շատ մարդ սպանել, կարծում եմ այդպես մենք համատեղ կերպով կհանգենք նոր հակամարտության, մինչդեռ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ հայ ժողովրդի ցանկությունն առնվազն մեր կողմից կայանում է մեր տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու մեջ։ Այդ թվում մենք քննարկում ենք հարաբերությունների կարգավորումն Ադրբեջանի հետ։
Արդյոք այս խաղաղության համաձայնագիրը, համաձայնեցված տեքստը պատասխանում է բոլոր հնարավոր հարցերին։ Իհարկե ոչ։ Մենք վստահ ենք, որ արդեն իսկ առկա են բոլոր նախադրյալները, դրական նախադրյալներն այս համաձայնագիրը ստորագրելու, երկխոսության նոր փուլ սկսելու, նոր մակարդակ կամ եթե կուզեք բացելու հարաբերությունների նոր դարաշրջան, խաղաղ հարաբերությունների եւ բարգավաճման, Հարավային Կովկասում եւ դրանից անդին ավելի լայն տարածաշրջանում։ Այսպիսին է մեր մոտեցումը։ Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը խոսել է շատ կոնկրետ պայմանների կամ նախապայմանների մասին, մասնավորապես Հայաստանի սահմանադրության եւ Մինսկի ձևաչափի մասին։ Ըստ նախարարի, կարող ենք շարունակել փիլիսոփայել այս հարցի շուրջ, բայց լուծումը առնվազն հայկական կողմի համար ակնհայտ է։ Պետք է ստորագրել համաձայնագիր։ Երևանը նույնպես մտահոգություն ունի կապված Ադրբեջանի սահմանադրության հետ, շարունակել է Միրզոյանը, ըստ որի սա չի ասվում ուղղակի հայելային սկզբունքով մտահոգություն հայտնելու կամ պայման ապահովելու նպատակով։ Հայաստանի արտգործնախարարի բացատրությամբ Հայաստանի սահմանադրությունը հողում է անկախության հռչակագրին, այն փաստաթղթին, որով Ադրբեջանը հռչակում է իրեն որպես Ադրբեջանի առաջին հանրապետության իրավահաջորդ, իսկ բոլորին է հայտնի, որ Ադրբեջանն առաջին հանրապետությունը հռչակել է իր ինքնիշխանությունը շատ ավելի մեծ տարածքների վրա, քան այսօրվա Ադրբեջանի հանրապետությունն է, ներառյալ Հայաստանի ներկայիս ինքնիշխան տարածքների շուրջ 60%-ի վրա կամ ավելի։ Հայ հասարակությունն իրեն իսկապես խոցելի է զգում նախ եւ առաջ անվտանգության առումով, նաեւ տնտեսական համագործակցության կամ փակ սահմանների տեսանկյունից։ Հայաստանի քաղաքացին կարող է միևնույն օրը լսել Հայաստանի կառավարության կողմից խաղաղության օրակարգի վերաբերյալ հավաստիացումներ եւ առաջարկներ, հարևանների հետ խաղաղություն կառուցելու, սահմանները բացելու, տարածաշրջանում թշնամության էջը շրջելու, նոր դարաշրջան բացելու վերաբերյալ։ Միևնույն ժամանակ մենք բոլորս հիշում ենք, որ դեռ կան չափազանց զգայուն հարցեր։ Վերքերը շատ թարմ են եւ դժվար է խոսել հնարավոր գործակցության մասին, բայց Հայաստանի սովորական քաղաքացին կարող է լսել կամ տեսնել իր առօրյա կյանքում լրահոսում բազմաթիվ հավաստիացումներ այս մասին։ Եվ միևնույն օրն այդ նույն քաղաքացին Ադրբեջանի կողմից կարող է լսել մի քանի սպառնալիքներ, այդ թվում նորից ուժի կիրառման սպառնալիքներ, այդ թվում տարածքային ամբողջականության չճանաչման մասին հայտարարություններ, այդ թվում սպառնալիքներ, որոնք պարունակում են պահանջներ Հայաստանի միջազգայինորեն ճանաչված տարածքային ամբողջականության նկատմամբ։ Կա ընտրության հնարավորություն տարածաշրջանում բոլորի համար։ Մենք ապրում ենք 21-րդ դարում, կրկին սա ընտրության հարց է, կարող է սպասել եւս 200 տարի կամ կարող է սկսել ամուսներ դնել եւ կառուցել ամուր պատ։ Մենք ընտրում ենք համագործակցությունը, բայց մենք չենք կարող համագործակցել ինքներս մեզ հետ, պետք է լինի նաեւ մեր հարևանը, մյուս կողմում, որը եւս պատրաստ կլինի համագործակցությամբ, եզրափակել է Միրզոյանը։ Անտալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում Հայաստանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է նաև թուրք գործընկերոջ Հական Ֆիդանի հետ։ Նախարարները քննարկել են Հայաստան-Թուրքիա երկկողմ օրակարգի ընթացիկ կետերը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային եւ միջազգային զարգացումների շուրջ։ Արցախի էջը չպետք է փակվի, չպետք է լինի տպավորություն, թե բոլորը մարսել են Արցախի ժողովրդի բռնի տեղահանումը ստեղծված իրավիճակում գլխավոր պատասխանատուներից մեկը Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն է։ Ագնաշենքի դիմաց հայտարարել Արցախի նախկին մի Պարտակ Բեգլարյանը։ Հավաքվածները նաև իշխող ուժին են մեղադրել նախընտրական խոստումները եւ 2021 թվականի սեփական ծրագիրը խախտելու համար, որում խոսվում էր Շուշիի եւ Հադրութի դեօկուպացիայի եւ Արցախի տարածքային ամբողջականության վերականգնման մասին։ Որպես իշխանությունների կողմից սեփական խոստումներից հրաժարվելու օրինակ մասնակիցները ցուցադրաբար այրել են փաստաթուղթը։ Անցատարի տավուշում էր, ասացին, եթե այս 4 գյուղերը չհանձնենք, պատերազմը սկսելու։ Հիմա մեզ վաղը գալու են ասեն, այսիշ մարդը չհանձնենք, պատերազմը սկսելու։ Այսիշ մարդուն չհանձնենք, ադրբեջանցիները պատերազմը սկսելու։ Եթե մենք ես եթե այս ներողություն, եթե մենք սպասենք, թե իրենք ինչ են ասում, որը մեծ հաշվով նպատակ ունի իրենց իշխանությունը պահպանելու, բնականաբար ստեղծված իրավիճակում Հայաստանը կշարունակվի գլորվել ներքև։ Ինչ վերաբերում է հանձնեմ, որտեղ պահանջում է Ալիևը, օրինակ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի եւ այլ ռազմաքաղաքական գործիչների հանձնումը իրենց։ Գիտեք, այն մարդկանց մասին խոսում եք, այս իշխանության հռչակած թշնամիներն են, եւ այս իշխանությունները եւ իշխանություն եկած ժամանակահատվածում եւ դրանից առաջ իրենց ողջ հնարավորությունները օգտագործել են բոլոր առումներով այդ մարդկանց թիրախավորելու, վարկաբեկելու եւ այս տեսանկյունից եթե հաշվի առնենք, որ Հայաստանի իշխանությունը ավելի շատ ներկայացնում է ադրբեջանական օրակարգը եւ իր բոլոր գործողությունները ծառայեցրել է Ադրբեջանի շահերին, այս իրավիճակում բնականաբար որը ողջամիտ մարդ չի կարող բացառել, որ Հայաստանի իշխանությունը ինչ-որ փուլում կամ կգնա կամ հանցավոր լռություն կդրսևորի ադրբեջանական այդպիսի պահանջների ներկայացման մասով։ Այսինքն այն իշխանությունը, որը իր բոլոր քայլերով, իր բոլոր հայտարարություններով գրեթե հայելային կրկնում է ադրբեջանական
պարտադրանքն ու նախապայմանները, բնականաբար այս տեսանկյունից որևէ լավատեսություն ուղղակի չեն կարող ունենալ։ Բաքվի բանտից Ռուբեն Վարդանյանը հեռախոսազանգերի նամակների միջոցով ընտանիքին է փոխանցել 7 կարևոր աքսիոմներ, որոնցով առաջնորդվում էր իր կյանքում նախընտրել է հրապարակային դարձնել դրան, որպեսզի մարդիկ եւս մտածեն դրանց շուրջ։ Վարդանյանը սեփական փորձով է եկել կյանքի այս իմաստություններին եւ ընդգծել նշանակալի ու հանճարեղ բան ստեղծելու համար մեծ ռեսուրսներ պետք չեն, ամեն ինչ կա ներսում։ Երբ կա ասելիք, միշտ կգտնես այն արտահայտելու ձևն ու միջոցը, հավատքը, ներկայով ապրելու կարողությունը, էներգիայի ուժը, կյանքի լույսը, բարությունը, կամքը հենց այստեղ եւ այս պահին ապրելու երջանկությունը, սրանք են այն աքսիոմները, որոնցով ապրում է այժմ Բաքվի բանտում մեծ բարերարը։ Ռուսաստանը մտադիր չէ ոտնահարել Հայաստանի շահերը ԵԱՏՄ-ում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայել Գալուզինը մեկնաբանելով Հայաստանի ազգային ժողովի կողմից ընդունված Եվրամիությանն անդամակցելու մեկնարկի մասին օրենքի նախագծի վերաբերյալ Մոսկվայի վերաբերմունքը եւ նույն ժամանակ ըստ դրա օբյեկտիվորեն Եվրամիությանը եւ ԵԱՏՄ-ին միաժամանակ անդամակցությունը անհնար է, քանի որ այդ միություններն ունեն տարբեր մաքսային եւ ցակագնային կարգավորում, դրանք իրենց էությամբ տարբեր տնտեսական դաշինքներ են։ Հետեւաբար Հայաստանն ինչ որ պահի պետք է կողմնորոշվի, ինչ ուղղությամբ է այն շարժվելու Եվրամիությանն անդամակցելու, թե ԵԱՏՄ-ի գծով եվրասիական ինտեգրմանը մասնակցությունը շարունակելու։ Խոսքն այն մասին չէ, որ Ռուսաստանը կամ ուրիշ որևէ մեկը ցանկանում է բացառել Հայաստանը կամ վնաս պատճառել մեր շատ զարգացած տնտեսական համագործակցության համատեքստում։ Ինչ որ կերպ Հայաստանի շահերը ոտնահարելու ծրագրեր չունենք եւ չենք կարող ունենալ։ Այն մեր դաշնակիցն է, ռազմավարական գործընկերը, որի, ինչպես եւ Վրաստանի հետ, մեզ կապում է երկարամյա ընդհանուր պատմությունը, հայրենական մեծ պատերազմում տարած ընդհանուր հաղթանակը։ Հավանաբար դա շատ ցավոտ գործընթաց կլինի, այդ թվում ցավոք Հայաստանի բնակչության համար։ Տրամաբանականը ենթադրել է, որ երկրի ղեկավարությունն իր բնակչությանը բացատրելու է, թե ինչ է այն կորցնելու ԵԱՏՄ-ից դուրս գալով եւ իրականում ինչ կարող է ձեռք բերել Եվրամիությանն անդամակցելու պարագայում։ Պաշտոնական Երևանում հույս ունեմ տեսնում են այս իրավիճակը եւ համապատասխան գնահատական տալիս դրան։ Իրան-Հայաստան խաղաղության զորավարժությունները, որոնք անցկացվել են անցած չորեքշաբթի Նորդու սահմանային շրջանում, արտացոլում են Իսլամական Հանրապետության ռազմավարական մոտեցումը կարմիր գծերի պահպանման եւ տարածաշրջանային կայունության ընդգծման գործում։ Զորավարժությունները որպես ուժեղ քաղաքական եւ ռազմական ուղերձ արտահայտում են Իրանի լրջությունը իր սահմանները պաշտպանելու հարցում, մերժելով արտաքին էքսպանսիոնիստական նպատակները եւ ընդգծում տարածաշրջանի երկրների հետ խաղաղ փոխգործակցության ջանքերը։ Կովկասի հարցերով փորձագետ Էհսան Մովահեդյանը այս զորավարժությունները համարում է սահմանների պաշտպանության եւ տարածաշրջանային կայունության պահպանման հարցում Իրանի լրջության նշան։ Իրանը հավակնություններ չունի տարածաշրջանի երկրների նկատմամբ եւ մշտապես ընդգծում է երկրների սահմանները հարգելու եւ խաղաղության ու ներդաշնակության սկզբունքները պահպանելու անհրաժեշտությունը։ Այս մոտեցումը հակադրվում է սիոնիստական ռեժիմի եւ Բրիտանիայի ծրագրերին, որոնք ձգտում են կտրել Իրանի եւ Հայաստանի միջև սահմանը եւ ստեղծել Զանգեզուրի միջանցքը։ Այս զորավարժությունները փոխանցում են այն ուղերձը, որ Իրանը թույլ չի տա որևէ երկրի մոտենալ կամ սպառնալ իր սահմաններին։ Խաղաղության զորավարժությունների անցկացումը կարող է օգնել պահպանել անվտանգությունը եւ հեշտացնել տարածաշրջանում խոշոր առևտրային, տնտեսական եւ ջրային ռեսուրսների նախագծերի իրականացումը։ Դա վկայում է այն մասին, որ Իրանը ոչ միայն ձգտում է պահպանել անվտանգությունը, այլև ձգտում է տնտեսական եւ առևտրային հնարավորություններ ստեղծել տարածաշրջանի երկրների համար։ Այս մոտեցումը կարող է հանգեցնել երկկողմ եւ տարածաշրջանային հարաբերությունների ամրապնդմանը եւ խրախուսել տարածաշրջանի երկրներին ավելի շատ համագործակցության համար։ Շրջանառության հարկի բարձրացման դեմ ամիսներ շարունակ բողոքող փոքր ձեռնարկատերերը ստորագրահավաք են կազմակերպել պահանջելով կասեցնել հունվարի 1-ից ուժի մեջ մտած հարկային փոփոխությունները։ Վստահ են մի քանի օրում ավելի քան 2000 ստորագրություն կարող են հավաքել։ Տնտեսվարողները հավաքվել էին կառավարության դիմաց իրենց հետ բերելով նաև հավաքված ստորագրությունները։ Փոքր ձեռնարկատերերը պնդում են ավելացված հարկային բեռով աշխատել հնարավոր չէ, շատ բիզնեսներ գուցե փակվեն։ Ոնց կարող է հրաժարվի։ Հազիվ են տեսել, չեք տեսնում ինչա դարել։ Չեք ամեն ինչին 50-50 են կիսում արդեն։ Աննան դարձել է Սաշիկ երկրորդը։ Բոլոր խանութներին ձեռքը դնում է, որտեղ մի քիչ աչքի անգանում, ասում եմ Աննան դարձել է, բոլորը գիտեն Սաշիկ երկրորդը։ Ու ինքը ասում է, նա իմ կինը չի, բա ով է։ Բա քեզ կողքդ բան, բա քեզ միլիոններ ծախսում իր վրա։ Հա? Ուրեմն նորմալ տիրություն արեք։ Այդ Կարեն Դևրճյանի ժամանակով, մեր այս ժամանակով անգամ ամուսնալուծված տղամարդ իրավունք չուներ նստելու կառավարությունում։ Իսկ հիմա դարձրել է ինչ մեր կառավարությունը։ Մի հատ խելացի մարդ չունենք նստելու։ Բոլոր
որ մեկը նստում է, դավայց այսքան փող դուրս գրեցինք այս մեկի համար, այնքան փող դուրս գրեցինք այնների համար, ուր են կորում այս մեր փողը լցրածները։ Մենք լցնում ենք Հայաստանը դարձել է անտակ կարած, լցնում ենք տակից կորումա, լցնում ենք տակից կորումա։ Հերիքա ուտեք։ Թողեք այդ բյուջեն մեր զինվորների համար է, մեր երկրի համար է, մեր պետության համար է, ձեր անձնականի համար չի։ Հերոս չեք զգում ձեզ, երբ որ ասում եք բյուջեն, երբ որ բյուջե փող եք տալիս, դուք հերոս եք։ Մենք հերոս չենք, հերոսները սահմաններում են, հերոսները մեր տղամարդիկ են, մենք կին ենք, մենք աշխատում ենք, ուղղակի աշխատում ենք մեր ընտանիքները պահելու, երկիրը վճարելու, ծաղկացնելու, իսկ հերոսները սահմանում են, ինքը չի տարբերում հերոսը որն է։ Ուրեմն ինքը անուն ադնում մուսուլմանական երկրներին, ընդեղ բոլոր կանանց ասում են խանում, որ իրանք պետք է նստեն տունը աշխատեն, իսկ ինքը տղամարդկանց փոխում է կանացով, հա? Ինչ իրավունք ունի ինքը այդ ամեն ինչին միանգամից խոչընդոտի, ինչ իրավունք ունի երկիրը տանի փլուզման, եթե ինքը չի հասկանում այդ ամեն ինչը, թող դե հրաժարվի, թող մեր պետությունը տա այն մարդու ձեռքը, ով մեր երկրի սյունը կդառնա, երկիրը կպայի, ժողովրդին կպայի ու բոլորս կերթվենք իր անունով, կասենք փառք Աստծո, եկավ մեկը փրկիչ։ Բրիտանական մասնավոր ընկերության ինքնաթիռը հերթականությամբ տեխնիկական թռիչքներ է իրականացրել Հայաստանի եւ Ադրբեջանի օդանավականների շուրջ։ Ըստ Flyradar 24 կայքի մարտի վերջին Հայաստանի օդային տարածքում նկատվել է Beech King R350 ինքնաթիռը, որը պտտվում էր Երևանի եւ Սիսիանի տարածքում։ Հետո ինքնաթիռը թռիչք է կատարել դեպի Թբիլիսի, այնտեղից Գյանջա եւ ավելի հարավ դեպի Լեռնային Ղարաբաղի տարածք, որտեղ նույնպես երկար ժամանակ պտտվել է օդում։ Ինքնաթիռը պատկանում է Flight Precision մասնավոր ընկերությանը, որը գտնվում է Մեծ Բրիտանիայում։ Հաղորդվում է, որ նրանք աշխատել են ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական ոլորտներում, Եվրոպայում, Աֆրիկայում, Աբահեում, Մերձավոր Արևելքում եւ Հեռավոր Արևելքում։ Sputnik Armenian Սիսիանի տարածքում ինքնաթիռի թռիչքների մասին տվյալները խնդրել Հայաստանի քաղաքավիացիայի կոմիտեից։ Նրանց տվյալով մարտի ընթացքում Հայ Աերոնավիգացիա ՓԲ ընկերության պատվերով անգլիական Flight Precision Ltd ընկերության կողմից Beechcraft Corporation B300 օդանավով Սիսիան օդանավակայանում իրականացվել են նոր տեղադրված ռադիոնավիգացիոն միջոցի թռիչքափորձարկումներ։ Այս պահին Սիսիանի օդանավակայանը ռազմական է, թեև նախատեսվում է այն վերագործարկել նաև քաղաքացիական թռիչքների համար։ Ակտիվ ցիկլոնի ներթափանցման պայմանավորված ապրիլի 14-ի երեկոյան ժամերից 15-ից եւ 16-ին հանրապետության ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ։ Հայաստանի հիդրոօթերոթաբանության եւ մոնիտորինգի կենտրոնը հաղորդում է, որ Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Հարագածոտնի, Կոտայքի եւ Վայոց ձորի լեռնային շրջաններում, Գեղարքունիքում, Սյունիքի լեռնային եւ նախալեռնային գոտիներում կդիտվեն ձյան առատ տեղումներ։ Առանձին լեռնային մարզերում ձյան ծածկը կարող է հասնել 30-ից 40 սանտիմետրի եւ ավելի։ Սրտահարություններ չեն սպասվում։ Ապրիլի 17-ից 19-ին տեղումները ժամանակավորապես կդադարեն, իսկ օդի ջերմաստիճանը բոլոր մարզերում աստիճանաբար կբարձրանա 10-ից 12 աստիճանով։